Օքեյ սիրելիներս, սկզբի համար որ սկսում ենք, մեզ հարկավոր է լինում 5 հատ ձու։ Մի լավ հարելուց հետո պետք է ավելացնենք մեջի շաքարավազը, ավելացնում դա ըստ ցանկության 2 թեյի գդալ շաքարավազ և 2 թեյի գդալ աղ։ Շարունակում ենք հարել այնուհետև։ Մենք ավելացնում ենք կաթը, ընդհանուր առմամբ կաթը մեզ հարկավոր է 400 գրամ, առաջին բաժանել եմ երկու մասի, 200 գրամն եմ ավելացնում, խառնում եմ։ Այնուհետև ավելացնում եմ 200 գրամ ալյուր, դա էլ եմ ընդհանուր առմամբ բաժանած երկու մասի 400 գրամ պետք է լինի, բայց երկու մասի եմ բաժանել, կեսով եմ լցնում, որպեսզի հեշտությամբ մեջը խառնվի և միասեռ դառնա, գունդեր չլինելու պատճառով։ Ավելացնում եմ կաթը, երկրորդ 200 գրամը, այնուհետև ավելացնում եմ ալյուրը, երկրորդ 200 գրամ, նորից եմ ուզում կրկնեմ, որպեսզի ձեզ չխառնեմ, ընդհանուր առմամբ օգտագործեցի 400 գրամ կաթ և 400 գրամ ալյուր, այնուհետև խոտանի պատճառով չի նկարվել, ավելացնում եմ ես 200 գրամ տաք ջուր։ Եթե կզգաք, որ կարիք կա մաղելու, անպայման մաղեք, եթե բոլորը միասեռ չի և նկատում եք մեջը գունդեր ալյուրի, անպայման մի հատ մաղի միջով անցկացրեք։ Հիմա ավելացնում եմ ձեթ 5 ճաշի գդալ և այսպիսով վերջանում է, մի լավ խառնելուց հետո անցնում ենք գազօջախին։ Օքեյ Ժորժան, արդեն իմ թավան տաք է, սկսում ենք մեր փաբլիկների պատրաստումը գազօջախի մոտ։ Իմը բավական մեծ է թավան, չգիտեմ ձերին որ չափին կբռնացնեք, բայց ուղղակի ինձ այդպես է հարմար այս րոպեին։ Բայց ինքը բավական հաջող խմոր է, փչանալ բառը չկա, առանց փչացնելու, առանց ինչ-որ մի բանի հանգիստ ձևով անում եք։ Առաջինը հիմա իրար հետ կանենք, դրանից հետո ես կշարունակեմ վերջացնելը։
Մի քիչ էլ կուզենա։ Okay. Անցնենք հաջորդին։ Այս տարի finally գտել եմ մեկ հատ փայտիկ, որը թավաները չի քերի, որովհետև ամեն տարի վստահ եմ շատերը ձեզանից ինպես օգտագործել եք դանակով անել եւ քանի հատ թավաներ եմ այդպես փչացրել, գրեթե ամեն տարի ես թավա եմ փոխում միայն դրա պատճառով, որ քերում եմ նորից, բայց այս տարի վերջապես գտել եմ իմ հատուկ վահանակը, որպեսզի կարողանամ հանգիստ ձևով առանց փչացնելու թավան, ինքը պլաստիկ է եւ շատ նուրբ ձերը բավական լավ հարմար բան է։ Խորհուրդ կտամ դուք էլ օգտագործեք, որպեսզի ձեր թավաները չփչացնեք։ Եթե ձեզ կհետաքրքրի, լինքը կդնեմ Amazon-ում կա, լինքը կդնեմ անպայման, այնտեղ description բաժնում, բացատրություն բաժնում ներքևը կդնեմ, այնտեղ կհանդիպի ձեզի, վստահ եմ կվերցնեք, կդնեմ լինքը անպայման, վստահ եմ շատերը կասեն դրա համար։ Okay, մնացածը կշարունակեմ, կհանդիպենք քիչ հետո։ Okay, սիրելիներս, վերջացրեցինք, մոտավորապես 40 հատ նրբաբլիթներ ա եղել, բավական իրար են կպել արդեն, նուրբ, հանգիստ, նայմեք, ինչքան ուզում եք սեղմեք, չի ջարդվում, չի կոտրվում, սո հանգիստ ձևով կարող եք ձեր գործը անել, ինչ որ նպատակով ուզում եք օգտագործեք, անպայման ձեր խճողակը, եթե խճողակով պետք է օգտագործեք, փաթաթեք ձեր խճողակը, նոր դրեք սառնարանը, մի դրեք սառնարանը, որտև